Սիրուհի աշխատանքի վայրում։ Ինչպես է սա սկսվում, ինչպես է զարգանում այս ամենը։ Հաճախ լինում է, որ անձը աշխատավայրում սուրճի սեղանի շուրջ նոթատետրերի ուղեկցմամբ սկսում է ինչ-որ տարօրինակ հարաբերություն։ Հարաբերություն, որը զարգանալով լրիվ ուրիշ տեղ է տանում այդ գործընկերներին։ Ինչպես է այդ ամբողջը սկսվում։ Սկզբում նրանք սկսում են իրար հետ ինչ-որ աշխատանք իրականացնել եւ երկուստեք կարող են օգնել իրար, կամ գործընկերներից մեկը անընդհատ թող ես այս ինչ բանը քո տեղը կանեմ, այս ինչ հարցում ես քեզ կօգնեմ, արի փորձի այս ինչ բանը սենց արա, ամեն մեկը իր փորձով բաժնեկցում է մյուսի հետ եւ լինում է, որ կոլեկտիվում լինում են ընդհանուր խնդիրներ, որի շուրջ այս երկու գործընկերները համախմբվում են, միաբանվում են, օրինակ իրենք մյուս կոլեկտիվի անդամներին մեկին տեսնում են գլուխ պահող չաշխատող, մեկին տեսնում են շատ տափուկ շողոքորթող ձևով հարաբերություններ սարքող եւ իրենք կարծես անընդհատ հավաքվում են եւ այս հարցերի շուրջ երկուսով քչ կարծես կիսվում են իրենց տպավորություններով, իրենց կարծիքներով, երբ որ ինչ-որ բաներ են տեղի ունենում, կարծես մեկը մյուսին հաղորդում է, որ այն օրը դու ստեղ չէիր, բա չես իմանում սենց բան ա եղել, կամ ես մտածում եմ, որ այս ինչ մեկից պետք է զգուշանալ, որովհետեւ ինքը այսպիսին է կամ այնպիսին է, եւ այսպես այս մտերմությունը, որը իրար օգնելով, իրար հետ համախմբվելով ինչ-որ տեսլականի նպատակների կամ ընդհանուր կոլեկտիվում տիրող իրադարձությունների շուրջ բերում հասցնում է մի կետի, որ իրենց հարաբերությունները դառնում է ավելին, քան պարզապես գործընկերային հարաբերությունները։ Եթե այս ամենին գումարվում է նաև մի հատ էլ գործուղում, երբ որ իրանք գործուղման են գնում ինչ-որ երկիր կամ ինչ-որ, չգիտեմ, ինչ-որ վայր, որտեղ աշխատանքից հետո արդեն երեկոյան նստում են, սուրճ են խմում, թեյ են խմում, այսպես թուլացած, հանգստացած, որ վերջապես լավ ավարտվեց ամբողջը, եւ այդ գործուղումից հետո արդեն Աստված գիտի, թե նրանք ինչպես են հետ վերադառնում։ Նման հարաբերություններին նպաստում են նաև կոլեկտիվներում հաճախ տեղի ունեցող կորպորատիվները, մարտի 8, ապրիլի 7, նոր տարի, աշխատողների օր եւ այսպես, չգիտեմ, գարնանային կորպորատիվ, ամառային կորպորատիվ ու նույն գործատուները, որ կարծես աշխատավարձի հարցում կարող են շատ խնայող լինել կորպորատիվների վրա, նրանք ոչ մի գումար չեն խնայում եւ այսպես շքեղ կորպորատիվներ է լինում եւ անընդհատ այդ կորպորատիվների ժամանակ միասին ուրախանալ, կենացներ ասել իրար, մի քիչ էլ բարձր տրամադրության եւ խմիչքի ազդեցության տակ նորից կարող են հարաբերությունները խորանալ, հետո մենակ մի գնա ես քո ճանապարհի վրա եմ քեզ ավտոյով կուղեկցեմ, կամ գիտես ավտոս, չգիտեմ, անսարք է, որ այսօր ես դուրս եմ մնացել, ավտոյով ինձ օգնես, այս ինչ տեղը տանես եւ այլն եւ նմանօրինակ հարաբերությունների շուրջ կորպորատիվում ներողություն աշխատավայրում կարող են հարաբերությունները գործընկերային հարաբերություններից տեղափոխվել շատ ավելի ուրիշ դաշտ, որ անձիկ սկսում են իրար մեջ սիրավեպ ունենալ։ Եթե երկուսն էլ ազապ են, ամուսնացած չեն, ժողովրդական լեզվով ասած, ոչ մեկի կյանքում ոչ մեկ չկա, դա ընտիր է, հա, երջանկություն է, ամուսնացեք, երջանիկ եղեք, երեխաներ ունեցեք։ Բայց սովորաբար լինում են դեպքեր, որ գործընկերներից մեկը կարող է ամուսնացած լինել, կամ երկուսն էլ կարող են ամուսնացած լինել։ Եվ ինչ է տեղի ունենում։ Բնականաբար մենք գիտենք, որ մարդիկ իրար հետ աշխատավայրում շատ ավելի ժամանակ են անցկացնում, քան տանը։ Տանը ինչ է տեղի ունենում։ Դու տանը քո կնոջը կամ քո ամուսնուն տեսնում ես շաբաթվա մեջ մի քանի ժամ, օրվա մեջ մի քանի ժամ, որտեղ տան հոգսեր, գործեր, երեխաների դաստիարակության հարց, արկա խնդիրներ, ֆինանսական հարցեր, վարկը պետք է մուծենք, վարկի մուծման օրն է, երեխեքին պետք է հասցնենք, չգիտեմ, ֆուտբոլի, չգիտեմ, երեխեն, չգիտեմ, քթի վիրահատություն պետք է ունենա, վիրահատության հարցերը պատրաստենք եւ այս ամբողջ ընտանեկան այդ խառնաշփոթի մեջ շատ մակերեսային զրույցներ, անընդհատ ինչ-որ ընտանեկան հոգսեր եւ այն ինչ որ տեղի ունենում աշխատավայրում, դա այդ նույնը չի տեղի ունենում տանը մենք գիտենք, էլ չասեմ, որ բնականաբար այդ նույն կինը, այդ նույն տղամարդը, որ գնում է աշխատանքի այսպես հարդարված, գեղեցիկ հագնված, կոստյումով, փողկապով տղամարդը, կինը միշտ այսպես հարդարված, մազերը սանրված, մեյքափ դրած եւ այլն օծանելիքը վրա, աշխատավայրում այդ ամբողջը շատ գրավիչ է, բայց տանը բնականաբար ամեն մեկը իր տնային հագուստով, արդեն աշխատանքային միջավայր է, տուն, տեղ, մաքրություն, զուգարան մաքրել, խոհանոցի ամաններ լվանալ եւ չկա այդ խնամված վիճակ, այդ կերպար, այդ պատրաստակամություն, այդ սոցիալական կերպարը կարծես չկա, այդ սոցիալական դերը, որը որ անձը կարող է ունենալ աշխատավայրում։
Եվ մենք աշխատավայրում բոլորս էլ, հա, շատ ավելի պատրաստված ենք, խնամված ենք, սոցիալական ինչ-որ մեր դերի մեջ ենք, եւ ուրեմն առաջին կետը նրանք աշխատավայրում շատ ժամանակ են միասին անցկացնում, երկրորդը նրանք ինչ-որ հատուկ սոցիալական դերի մեջ են, շատ պատրաստված են, երրորդը այդ անդադ կրկնվող կորպորատիվները, չորրորդը գործուղումները եւ նմանօրինակ հարցերը աշխատավայրում ձևավորում են հարաբերություններ, որտեղ կապեր են ստեղծում։ Ինչ վտանգ ստեղծվում, ինչ վտանգ կա այս ամենի մեջ, հա։ Ինչեր է լինում։ Սովորաբար այս ամբողջը առաջին բանը, որ կարող եմ նշել, մեծ հարված է հասցնում ընտանիքին։ Ընտանիքը քանդվում է, ընտանիքը փլուզվում է, որովհետև երբ որ աշխատավայրում այս հարաբերությունները ձևավորվում են, բնականաբար արդեն անձերը սկսում են շատ խաբել, հա, որ արդեն գործուղման չեն, բայց ես այսօր գործուղման եմ, կորպորատիվ չկա, բայց կորպորատիվ է, ինքը տանը ասում է, ես այսօր կուշանամ, այսօր էլ մի քիչ կուշանամ, երևի թե այսօր էլ ես երեկոյան, չգիտեմ, ինչ որ ժողով կա դրած, եւ այս ամբողջը կարմիր դրոշակներ են, որ ինչ որ բան այն չէ։ Հիմա մտքիս է մի այցելու, նրանք տարիներով, հա, Ռուսաստանում էին ապրում, տարիներով, ամուսիններով, շատ դժվար ճանապարհ էին անցել, իրանց չկայության տարիները, եւ հենց կինը այդպես էլ ասում էր, հա, որ մենք այնպիսի չկայության տարիներ ենք անցել, պարտքեր, վարկեր եւ հիմա արդեն հասել էին մի կետի, որ ամուսնու բիզնեսը ծաղկել էր, անտիր էր, իրանց բոլոր երազանքները կատարված էր եւ անգամ իրենք կարող էին թույլ տալ իրենց մեկ օրով թռնել իրենց ցանկացած երկիր, այնտեղ իրանց ուզած բանը անեն եւ վերադառնային եւ ամուսնու կյանքում ինչ-որ մեկն էր հայտնվել, ինչ-որ մեկը որն էր հենց իրենց թիմի հոգեբանն էր, ում հետ կապվել էր ամուսինը եւ կինը հենց ամենասկզբից հասկանում էր, ամենասկզբից գիտեր, զգում էր, անգամ մի օր ընթրիքի մասնակցել 4-5 հոգով աշխատավայրից, կինն էլ էր ներկա եղել հենց իմ այցելուն, ինքը այդ հանդիպումից հետ էր վերադարձել եւ ասում էր, որ ես 100% գիտեմ, որ իրենց միջև կա հարաբերություն, հայացքներից էր զգացել, անգամ կոնկրետ ում մասին հիմա որ խոսում եմ, այդ կինը քայլ էր արել, առանձին հանդիպել էր այդ գործընկերու հետ, ասել էր, որ նայի ինքը ընտանիք ունի, ես զգում եմ ինչ որ բան, հա, այդ աղջիկը հերքել էր, ամեն ինչ չկա նման բան, ինչպես կարող ես դու նման բան մտածել, ես երբեք նման բան չեմ անի եւ այլն, բայց որոշ ժամանակ անց բնականաբար արդեն պարզ էր, որ իրենց միջև կա կապ, հիշում եմ ամուսինը գնում էր Մոսկվա, ասում էր ես չգիտեմ ժողովների եմ, էս եմ, այն եմ, որտեղ իրանց ֆիրման հենց Մոսկվայում էր գործում ու կինը հեռախոսով ամբողջը հետևում էր, հա, իմանում էր, որ օրինակ ամուսինը գնաց Մոսկվա, մտավ կոնկրետ այսինչ հոթել եւ 3 օր այդտեղից դուրս չեկավ։ 3 օր ինքը հեռախոսով տեսնում էր, որ իր ամուսինը հոթելից դուրս չի եկել։ Կամ լինում էր դեպքեր, որ միասին էին գնում Մոսկվա, օրինակ կինը տեսնում էր, որ ինձ տաքսիով օրինակ իջացրեց, այստեղ ասում էր, ես գնում եմ այսիշ տեղը ժողովի, բայց ինքը նորից հեռախոսով հետևում էր, որ լրիվ ուրիշ տեղ գնաց իր ամուսինը։ Այսինքն այսօր ծածկել է այդ ամեն ինչը շատ դժվար է, որովհետև մանավանդ կան ամուսիններ, կանայք, որոնք շատ խելացի են, շատ այսպես ամեն ինչ կարողանում են իմանալ, օրինակ ես հիշեցի մի այցելուի, որ ինքը քարտով ամբողջությամբ տեսնում էր իր ամուսինի ինչ գնումներ է կատարել, օրինակ տեսնում էր, որ ինքը այստեղ 2 հատ սուրճ է առել, տեսնում էր, որ ինչ որ մի օր գինի է առել, այսինչ խանութում, այսինչ ժամին, ինչի է ինքը այդ գինին առել, 2 հատ սուրճ ում համար է առել, ինքը վրոդիբը պետքա մենակ լիներ, այսինչ հոթելում, պետքա մենակ լիներ, այսինչ ժողովի վայրում, հա, այսինքն հետևում են ամեն ինչով հեռախոսով հետևում են, թե մեքենան ուր գնաց, որտեղ մնաց, քանի ժամ մնաց, ինչ տոմս առավ, օրինակ այցելուներից մեկը տեսել էր, որ իր ամուսինը 2 հատ տոմս է առել, ինչ էր այդ ժամանակ չեմ հիշում, համերգ էր եղել, տոլի ինչ որ չեմ հիշում, մի խոսքով տեսել էր, որ 2 հոգու համար տոմս է առել։ Ամբողջը հետևել, ամբողջը իմանալ եւ երբ որ խոսեմ այս այցելուիցս, վերջում ինչ եղավ, նրանք 2 տղա երեխա ունեին, բայց մի օր ամռանը, երբ որ ինքը գնացել էր իր մամայի տուն հյուր, հետ վերադարձավ ու տեսավ, որ արդեն ամուսինը իր ամբողջ հագուստները հավաքել եւ հեռացել էր տնից։ Այսինքն սա շատ ցավալի պատմություն էր, մանավանդ որ ինքը ի սկզբանե գիտեր այս ամբողջ պատմությունը, զգում էր, որ այստեղ կա հարաբերություն ու այնպիսի մտերիմ զույգ է եղել, այնպիսի լավ սիրո պատմություն, այնպիսի դժվար անցած ճանապարհ, որ ցավալի էր տեսնել նման ավարտը։ Այսինքն այո, ընտանիքը առաջին հարվածն է ստանում այստեղ, ընտանիքները քանդվում են, զույգերի մեջ շատ վատ ընթացք է ստացվում, անթաց սուտ, խաբեություն, եւ եթե 2 ստեկ ամուսնացած են լինում, շատ դաժան պատմություն է։ Վերջերս ես նորից մի աղջկա հետ հանդիպեցի, որ 3 երեխա ինքը ուներ, 2 երեխա էլ ուներ սիրուհին, ում հետ ամուսինը լքել էր, այսինքն նա այնտեղ իր ամուսնուն էր թողել, սա այստեղ իր կնոջն էր թողել 3 երեխաներով ու իրանք միացել էին իրար հետ ապրելու, այսինքն абսուրդի ժանրից է այս սկզբից երբ որ լսում ենք, բայց այսպիսի պատմություններ մեր շուրջը տեղի են ունենում։ Ուրեմն
Առաջին կետը քանդվում են ընտանիքները, երկրորդ կետը կոլեկտիվում լուրջ խնդիրներ են լինում, որտեղ կոլեկտիվի անդամները սկսում են նկատել, սկսում են սպասալ շեֆին դա կարող է դուրս չգալ, որ իր աշխատողների միջև սիրավեպ է սկսել, իրանք ամբողջը իրար հետ են, իրանք իրար հետ գնում են, իրար հետ գայս են, քչ, էլ չասել, որ եթե այդ հարաբերությունների մեջ ինչ-որ բան այն չէ գնում, բնականաբար դա ազդում է աշխատանքի վրա, լինում է, որ անձը արդեն ստիպված է լինում դուրս գալ այդ կոլեկտիվից, դուրս գալ աշխատանքից, որտեղ ինչ-որ մի փուլում կարան կռվեն իրար հետ ու կամ զույգերից մեկը չի ուզում շարունակի այդ հարաբերությունը, էլ չասեմ, որ շատ դեպքերում, ներողություն զանգի գալիս, շատ դեպքերում լինում է, որ զույգերից մեկը հիասթափվել է, չի ուզում շարունակի հարաբերությունը կամ սթափվել է, ուշքի է եկել, իսկ մյուսը շանտաժ է անում, որ եթե դու սեն շարունակես, ես կնոջդ ամեն ինչ կասեմ, ես նրան կպատմեմ, ես շեֆին կպատմեմ, բոլորի մոտ քեզ խայտարակ դիմադրում է, որտեղ պատրաստ չի արդեն ինքը մնալ առանց այդ հարաբերությունների եւ սկսում է շանտաժով այդ անձին պահել։ Լինում են դեպքեր, որ հղիություններ են լինում, հա, իրենք այսպես գործնական սիրավեպ մտածում են, հենց այսպես էլ ամեն ինչ կգնա, բայց աղջիկը հղիանում է եւ նորից մեծ սկանդալ, ինչպես վարվել այդ երեխայի հետ։ Սիրային տանջանքներ, հա, որ կռվել, բարիշել, հիասթափություններ, որովհետև բնականաբար այն անձը, ում իրենք տեսնում են աշխատավայրում, դա ամբողջական իր եսի հետ չեն ծանոթանում, հա, այսինքն դա այն մարդն է, ով կարա խաղա, ով կարա ներկայացնի ինչ-որ բաներ, բայց երբ որ մտերիմ արդեն սկսում են հարաբերություններ, բնականաբար լիքը այլ բաներ են բացահայտվում եւ լուրջ վեճեր են լինում։ Ինչ անել, ընկերներ, ինչ անել, որտեղ վստահ եմ հիմա ինձ լսողներից շատերը մի պահ տագնապեցին, իրանք իրանց մեջ մտքով գնացին հետ, իրանց փորձառությունը հիշեցին, որ ահա ես նկատում եմ աշխատավայրում ես ինչ մեկը կա ու նկատում եմ ամուսինս այսպեսին է, այնպեսին է, որտեղ եթե խոսենք դավաճանվող կողմի մասին, անձը միշտ գիտի, ուրիշ բան ինքը ցանկանում է արճակատվել այդ ճշմարտության հետ, ցանկանում է բարձրաձայնել, ցանկանում է ասել ինքն իրեն հայտարարել, որ այո, այստեղ կա հարաբերություն, օրինակ ես հիշեցի մի դեպք, որ այցելուս ասում էր, որ ես երբ որ այնտեղ էի, այդ աղջիկը եկավ, ես տեսա ոնց էր իմ ամուսինը այսպես ժամերով խաղում իր ամուսնական մատանի հետ եւ ոնց որ մեկին ձեր նայում, մեկ նրան, մեկ ինձ, մեկ նրան եւ այդ միտքը հետագայում արդեն որ ամեն ինչ բացահայտվել էր բնականաբար ինքը ոնց որ կապում էր, որ հենց այդտեղ ես զգացի, որ այստեղ ինչ-որ բան կա, որտեղ նույն այդ ժեստը մենք գիտենք, հա, որ դա ներքին կոնֆլիկտն է, ներքին պրոցեսներն են, որ անձի մեջ կատարվում են այդ բանը, դու կարող ես հասկանալ եւ զգալ իր մեջ կատարվող այդ պրոցեսները։ Ինչ անել, եթե դուք եք այդ իրավիճակի մեջ, հա, եթե դուք այն անձն եք, ով հասկանում է, որ աշխատավայրում հարաբերությունները սահմանն անցել են եւ սիրավեպ է սկսվել, միշտ ապեք ամուսնալուծվել, միշտ ապեք թողել ձեր հարաբերությունները, թողել ձեր զույգին, թողել ձեր ընտանիքի, որտեղ երբեմն այդ թիթեռնիկները, այդ ջերմ ամեն ինչը շատ կարճ ժամանակահատվածում անցնում է եւ դուք հասկանում եք, որ այն մարդը, ում համար դուք պատրաստ էիք թողել ամբողջ աշխարհը եւ իր հետ փախնել, նույնը այն մարդն է, որից դուք տանը ունեք, հա, որտեղ դուք երբեք նրան չեք տեսել հիվանդ ժամանակ, դուք երբեք նրան չեք տեսել ֆինանսական դժվարությունների մեջ, դուք երբեք չեք տեսել տանը նրան, չգիտեմ, տապճկաներով կամ կենցաղային հարցերում ինքը ինչպես է եւ երբեմն հարաբերությունները, երբ որ շարունակվում են խորանում են, անձը հասկանում է, որ այն պատկերը, որ ես կազմել եմ իր մասին, ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում եւ չարժի այս պատճառով այս անձի համար ես թողեմ իմ ամբողջ տունը, տեղը, երեխաներին, որտեղ նորից եմ կրկնում, հա, մենք աշխատավայրում սոցիալական որոշակի դեր ենք իրականացնում եւ դա մեր անձի մի մասն է։ Դուք պետք է հասկանաք, որ այն մարդը, ում դուք սիրահարվել եք, այն անձը, ում համար դուք պատրաստ եք այդ ամբողջ կատաստրոֆան ձեր կյանքում սարքել, ամբողջությամբ դուք իրեն չեք ճանաչում, դուք իրականում իրան չեք ճանաչում, դուք չգիտեք ով է ինքը, դուք իր մի մասն եք ընդհանրապես տեսնում։ Ինչ անել, միշտ ապեք, մի քանդեք ամեն ինչ, ձեզ ինքներդ ձեզ ժամանակ տվեք հասկանալու, ճանաչելու, վերլուծելու եւ հաջորդը, եթե դուք այն անձն եք, ով զգում է, որ իր ամուսնու կամ կնոջ կյանքում ինչ-որ մեկը կա, աչք մի փակեք այդ ամբողջի վրա, վերցրեք ձեր ձեռքը հեռախոսը, ուսումնասիրեք, սերտեք, հետևողական եղեք, որտեղ լինում են դեպքեր, որ եթե դուք ժամանակին ուշադիր լինեք, ժամանակին բացահայտեք, կարող եք կանխել ոչ թե սկանդալներ սարքելով, այլ հասկանալով, խոսելով, ճիշտ ինչ պահանջմունք է իմ ամուսինը բավարարում այս հարաբերության մեջ, ճիշտ ինչն է նրան պակաս մեր զույգի հարաբերության մեջ, որը ինքը ստանում է այնտեղից, ինչ է այստեղ կատարվում, հա, լինել այդ հասկացող, ապրումակցող անձի դերում։ Ես հասկանում եմ, որ երբեմն երբ որ բացահայտվում է, դուք ուզում եք սկանդալ սարքել, թողել ամեն ինչ, ինչպես դու կարող ես ինձ խաբել, բայց դա ձեզ չի փրկում, ընկերներ, հակառակը դուք դրանով ավելի կարող եք խթանել, որ ձեր զույգը թողի ամեն ինչ եւ գնա այդ կնոջ մոտ, հակառակը
կանգ առեք, լուրջի առեք, մտածեք, փորձեք հասկանալ, փորձեք փրկել ձեր հարաբերությունները, որտեղ պետք չի դուք ձեր զույգին այսպես բանդիկը գլխին նվիրեք մեկ ուրիշին, փորձեք փրկել հարաբերությունները։ Էլ չասեմ, որ շատ օգտակար կարող է լինել, եթե դուք զույգով, եթե ձեր զույգը կհամաձայնվի, թերապիայի գաք, փորձեք թերապևտիկ դաշտում հասկանալ, որոնք էին այն կույր հետքերը, որի պատճառով ձեր զույգը հայտնվեց նմանօրինակ ընտանեկան ճգնաժամի մեջ։ Այսինքն շատ բաներ կարելի է ասել ինչ անելու կոնտեքստում, բայց չեմ ուզում նյութս երկար տևի, այսքանը ընկերներ, եթե դուք եք այս հարաբերության մեջ մի պահ կանգ առեք եւ մտածեք, եթե ձեր զույգն է այս նմանօրինակ հարաբերության մեջ եւ դուք զգում եք նորից կանգ առեք, վերլուծեք, աչք մի փակեք ոչ մի բանի վրա, ժամանակին փորձեք զգալ, հասկանալ եւ կանխել։ Այսքանը, ովքեր կցանկանան համագործակցել մեզ հետ այս կյանքի դժվարին փուլը հաղթահարելու համար, կարող եք զանգահարել 095 51 44 54 հեռախոսահամարով եւ մենք կփորձենք աշխատել մասնավոր ձեր դեպքի հետ, ձեր խնդիրը կփորձենք հասկանալ, ձեր դժվարությունը կփորձենք օգնել, որ դուք անցնեք եւ հուսով ենք օգտակար կլինի մեր հանդիպումները եւս։ Ցտեսություն։